Պարոն Առաքելյան, այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարություն է արել, այնտեղ նշում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի բանտում է։ Ինչպես է գնահատում այդ հայտարարությունը։ Գիտեք, ընդհանրապես Արա Աբրահամյանը վերջին տարիներին, եթե վերլուծում ենք իր հայտարարությունները Հայաստանի հետ կապված, հարց է առաջանում ինքը ընդհանրապես որ երկրի շահերն է սպասարկում եւ ակնհայտորեն իր հայտարարությունների եւ գործունեության մեջ Հայաստանի Հանրապետության շահը չկա եւ մեծ առումով եթե այսօր նայենք նաեւ Ռուսաստանի հայերի միության ընդհանրապես Ռուսաստանում հայերի ինքնակազմակերպման մակարդակը, ապա կհասկանանք, որ նույնիսկ այդ մակարդակում, երբ որ տվյալ անձը որոշակի պատասխանատվություն է վերցրել, նույնիսկ այդ մակարդակում մենք տեսնում ենք, որ լիակատար բարձի թողի վիճակ է եւ երբեմնի, այսպես կազմակերպված հայկական համայնքը այսօր Ռուսաստանում ուրեմն բավականին հեղեղուկ վիճակում է կազմակերպչական ինքնակազմակերպման առումով եւ այն ազդեցությունը, որ ժամանակին ուներ, այսօր չունի այդ ազդեցությունը եւ դրա գլխավոր մեղավորները կամ մեղավորներից մեկը նաեւ Արա Աբրահամյանն է, ովքեր այնտեղ առաջնորդվում են ոչ թե ազգային պետական շահերով, այլ սեփական անձնական բիզնես շահերով եւ նրանց ցանկացած հայտարարություն ուրեմն հայտարարության հիմքը իրենց նեղ անձնական ֆինանսական եւ բիզնես շահերն են եւ հետեւաբար ցանկացած հայտարարություն նաեւ Արցախի ուղղությամբ այդ համատեքստում պետք է դիտարկել եւ շատ դեպքերում նույնիսկ կարելի է լուրջ չվերաբերվել իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ տվյալ հայտարարությանը ապա այն ինչ որ տեղի ունեցել 2020 թվականից մինչեւ օրս Արցախի հետ կապված կամ մինչև առնվազն 2023 թվականի Արցախի հայաթափումը, ապա մենք այդ ժամանակահատվածում տեսել ենք թե տվյալ անձի եւ թե շատ հայտնի Ռուսաստանում բնակվող օլիգարխների հայտարարությունները եւ դիրքորոշումները, որոնք ըստ էության լղոզված են եղել, որոնք ըստ էության ուրեմն հստակ կարող ենք փաստել, որ չեն համապատասխանել Հայաստանի Հանրապետության ու նաև Արցախի շահերին, բայց ելի այս մարդու եւ նմանատիպ այլ մարդկանց հայտարարությունները տեղավորվում են այդ շրջանակներում, որ իրենք չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության շահը, իսկ թե ինչ տեղի ունեցավ Արցախում հատկապես 2020 թվականից հետո բոլորիս է հայտնի եւ այդ ընթացքում երբևէ ձեր կողմից նշած անձը ուրեմն հստակ դիրքորոշումներ չդրսևորեց այն տարբեր հանգամանքների հետ կապված, օրինակ մասնավորապես, որ այնտեղ կային ռուսական խաղապահներ եւ նրանք ոչինչ չարեցին, որպեսզի օրինակ Արցախում տեղի չունենար այդ հայտնի մի քանի ամսյա բլոկադան կամ այդ նույն անձը հայտարարություն չտարածեց կամ հստակ դիրքորոշում չարտահայտեց այն երևույթների նկատմամբ, որոնք դրսևորվում էին ռուսական խաղապահների կողմից, նրանք հստակ դիրքորոշում չարտահայտեցին, երբ որ Արցախը ռուսական խաղապահների լռության ներքո, որոնք այնտեղ էին ապահովելու արցախահայերի անվտանգությունը, չկանխեցին ուրեմն էթնիկ զտումը Արցախում եւ այդպես շարունակ կամ նրանք էլի նույն ոճով փորձել են ամեն անգամ մեղադրել Հայաստանի Հանրապետությանը, այս առումով էլ իրենք էլի մեղադրելու են Հայաստանի Հանրապետությանը կամ Հայաստանի իշխանություններին, որը կրկնեմ բնականաբար չի համապատասխանում իրականությանը եւ այդ հայտարարությունների հիմքը էլի իրենց նեղ անձնական շահերն են, նեղ անձնական բիզնես շահերն են, ուստի կրկնեմ դրանց նույնիսկ լուրջ պետք չէ վերաբերվել։ Տեսեք, ձեր խոսքում եւս նշում եք, որ սպասարկում են այլ պետության շահեր, այսինքն կարող ենք այս հայտարարությունը ընկալել որպես քաղաքական պատվեր ուղղված Հայաստանի դեմ։ Իհարկե այդ հայտարարությունը Հայաստանի դեմ
հայտարարություն է։ Մյուս կողմից էլ ես չեմ կարող պնդել օրինակ ինչ որ մեկը իրեն դա ստիպել է որ ասել, քանի որ շատ հաճախ մենք տեսնում ենք, որ նման մարդիկ նույնիսկ փորձում են Ռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ եւ իրենց հայտարարություններում փորձելով այսպես դուր գալ օրինակ ռուսական իշխանություններին փորձում են շատ ավելի ծայրահեղական կամ հակահայկական դիրքորոշումներ դրսևորել, քան դա ակնկալում են օրինակ շատ հաճախ ռուսական իշխանությունները, բայց որ սա ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, դա միանշանակ է, բայց միանշանակ չի, որ կոնկրետ անձինք իրեն պատվիրել են դա ասելու։ Մեղադրելով Հայաստանի վարչապետին ռազմաքաղաքական ղեկավարության բակվում գտնվելու համար, արդյոք Աբրահամյանը ինչ-որ արձագանքի է սպասում ներսից կամ դրսից։ Ես չեմ կարծում եւ մեծ առումով ես համոզմունք ունեմ, որ Աբրահամյանի նման գործիչներին Հայաստանում այլևս այդքան լուրջ չեն վերաբերվում։ Պարզապես էլի կրկնեմ, հավանական է, որ ինքը նույնիսկ պատվերել չունի նման հայտարարություն անելու, պարզապես փորձում է, ինչպես նշեցի, Ռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվել եւ հնարավորինս շատ հակահայաստանյան, Հայաստանի Հանրապետության պետականության դեմ ավելի այսպես ուրեմն սուր եւ ծայրահեղ հայտարարություններ անի, քան դա պահանջվում է այն շրջանակների աշխարհաքաղաքական շրջանակների համար, որտեղից իրենք խոսում են։ Հիմա անդիմությունը շատ է խոսում իշխանափոխության մասին, ասում են եկել է պահը, որ իշխանափոխություն անեն, այսինքն այս հայտարարությունն էլ կարող ենք դիտարկել որպես այդ քայլերի շարունակություն, այսինքն որ սա էլ արվում է ինչ-որ նպատակով ներքաղաքական իրադարձությունների վրա ազդելու համար։ Տեսեք, այս քաղաքական շրջանակները, որի ներկայացուցիչ է նաև ձեր կողմից նշված անձը, այս վերջին տարիների ընթացքում ապացուցել են, որ իրանք քաղաքականապես անգործունակ են եւ նրանց բոլոր քայլերը հանգեցրել են ուրեմն իրենց բերել են ձախողումների իրենց գործողություններում եւ կարող ենք փաստել, որ անկախ նրանից թե իրենք ինչ են ցանկանում, իրենց ուրեմն գործողությունները եւ իրենց պլանները ըստ էության այնքան ուրեմն հիմքեր չունեցող են, որ ինչ որ մի պահի էլի բերելու են իրենց համար ձախողումների եւ հետեւաբար առավել եւս երբ որ այս մարդիկ վարկաբեկված են Հայաստանի Հանրապետության հասարակության աչքերում եւ նրանց ցանկացած գործողություն եւ ես համոզված եմ, որ կտա հակառակ էֆեկտ եւ բնականաբար հաշվի առնելով նաև նրանց քաղաքական գործունեության սեզոնային բնույթը, երբ եղանակները տաքանում են, փորձում են ավելի ակտիվ գտնվել, բնականաբար կարելի է այս համատեքստում դիտարկել, որ փորձում են որոշակի ակտիվություն ցուցաբերել, բայց ես համոզված եմ նույնիսկ այն հայտարարությունը, որ նշեցիք, որ մեղադրվում են Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունները Արցախի ղեկավարներին, այսպես ասենք, հանձնելու մեջ կամ գերեվարվելու մեջ, նույնիսկ այդ համատեքստում մեր հանրությունը շատ լավ տեղյակ է եւ տեղեկացված է, թե այդ գործընթացները ինչպես են տեղի ունեցել եւ բնականաբար նման հայտարարությունները հակառակ նույնիսկ էֆեկտ են ունենում հասարակության տրամադրությունների առումով դեպի այդ շրջանակները, դեպի այդ քրեա օլիգարխիկ կլաները, ովքեր ժամանակին եղել են Հայաստանում իշխանություն։ Արա Աբրահամյանը բացի նրանից, որ ասում է վարչապետն է մեղավոր ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալմանը, նաև նշում էր, որ վարչապետի քաղաքականությունն է բերել Լեռնային Ղարաբաղի կորստին, բայց միթե հայտնի չէ, որ Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրել է հենց Սամվել Շահրամանյանը։ Դե ես դրա համար եմ նշում, որ իրենք ամեն ինչ անում են ցույց տալու, որ Հայաստանն ու Հայաստանի ներկայիս իշխանություններն են ամեն ինչի մեղավորը, սակայն մենք գիտենք այդ ամբողջ պատմությունը եւ տարօրինակ է, այո, երբ որ կա Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդ, ով ստորագրություն է դրել Հայաստանի Լեռնային Ղարաբաղի լուծարման ակտի տակ, ով
ի պաշտոն է, հա, դրա իրավունքը չուներ, եթե վերցնում ենք Լեռնային Ղարաբաղի սահմանադրությունը, եւ այդ մարդը այսօր Հայաստանի Հանրապետությունում է եւ տարօրինակ է, որ այդ անձը որևէ այսպես քննադատական խոսք չի հնչեցնում, օրինակ այդ քաղաքական թիմերի, այդ արցախյան այդ կլանի ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր այս տարիների ընթացքում բերեցին եւ հանգեցրեցին Արցախի լուծարմանը եւ իրենք էլ ստորագրեցին այդ լուծարման փաստաթղթի տակ։ Ինչու այդ մարդիկ չեն նշում, հա, իրական պատասխանատուին, ով որ մեղավոր է Լեռնային Ղարաբաղում ռազմաքաղաքական ղեկավարության այդ ձերբակալման հետ եւ ով որ իրականում կարող էր կանխել այդ ամենը։ Որովհետեւ այդ մարդիկ տարբեր թելերով կապված են այդ անձանց հետ, որոնք ստորագրել են Հայաստանի ներողություն Լեռնային Ղարաբաղի լուծարման ակտը եւ մեծ առումով այդ մարդիկ հանդիսանում են այդ քաղաքական թևի ներկայացուցիչները, քանի որ ինչպես նշեցի, իրենք ներկայացնում են ավելի շատ Ռուսաստանի Դաշնության շահը եւ Ռուսաստանի Դաշնությունն էր այնտեղ գտնվում հողի վրա Արցախում, թե ինչ էր այդ ժամանակահատվածում տեղի ունենում եւ բնականաբար իրենք եթե փորձեն իրական իրական մեղավորներին թիրախավորեն, ապա ինչ որ մի պահի հասնելու են եւ թիրախավորելու են իրենք իրենց, ինչը բնականաբար իրենք չեն անել։ Իրենք սիրում են կրկնել գետնի վրա Ռուսաստանն էր այնտեղ եւ այդ մարդկանց անվտանգության երաշխավորը Ռուսաստանն էր եւ այսօր էլ միակ աշխարհակաղակական կենտրոնը, որ կարող է ռեալ ազդեցություն ունենալ եւ այդ մարդկանց ազատել ադրբեջանական գերությունից էլի Ռուսաստանն է եւ լավ կլինի որ օրինակ Արա Աբրամյանը եւ Ռուսաստանի շատ հայտնի օլիգարխներ փորձեն, եթե իսկապես ցանկանում են որ այդ մարդիկ վերադառնան Հայաստան, եթե իսկապես իրենք այդ մարդկանց գործիք չեն օգտագործում Հայաստանում ներքաղաքական դիվիդենդներ շահելու համար, ապա իրենք գիտեն թե որտեղ պետքա դիմեն, նրանք պետքա դիմեն Ռուսաստանի իշխանություններին եւ առաջարկեն կամ պահանջեն, որպեսզի նրանք այդ օգտագործեն իրենց ազդեցությունը եւ այդ մարդկանց վերադարձնեն Հայաստան։ Այս պարագայում որը պետք է լինի իշխանության Հայաստանի իշխանության դիրքորոշումը։ Դե Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է այդ մասին եւ այստեղ հնարավորինս քիչ խոսելու եւ հնարավորինս շատ գործելու այդ ուղղությամբ պետքա քաղաքականություն որդեգրվի, քանի որ ժամանակները ցույց են տվել, որ օրինակ եղել են դեպքեր, երբ որ խոսվել է ռազմագերիների մասին եւ դա վնասել է ռազմագերիներին հենց ուրեմն Ադրբեջանի բանտում եւ հետեւաբար ես կարծում եմ որ պետքա տուր չտալ նման սադրիչ հայտարարություններին եւ ակտիվ աշխատել այդ մարդկանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։